Ռեյնում, Սելեն, Թելուր, Հայաստանին դերքում հիմնական մետաղների հետ հանդիպում են այս և այլ բազմաթիվ ռազմավարական տարրեր, որոնց համար այսօր պայքարում ու մրցում են աշխարհաքաղաքական գերտերությունները։ Իմ ձեռքում գտնվող այս սմարթֆոնը ստեղծելու համար օրինակ օգտագործվել է ավելի քան 60 քիմիական տարր, այդ թվում հազվագյուտ մետաղներ։ Հարցը բավական պարզ է, եթե աշխարհը պայքարում է այս մետաղների համար, Հայաստանը այդ քարտեզում որտեղ է։ 21-րդ դարի երկրորդ կեսը ռազմավարական մետաղների ոսկեդարն է լինելու, համոզված են փորձագետները։ Բարձր տեխնոլոգիական եւ կրիտիկական այդ տարրերը այսօր սնուցում են հարևային մարտկոցները, էլեկտրական մեքենաները, նաեւ բժշկական սարքերը, ԱԹՍ-ներ ու պաշտպանական այլ միջոցներ։ Վերջին տարիներին այս մետաղների պահանջարկն աշխարհում շեշտակի աճել է։ Դա պայմանավորված է էներգետիկացման, վերականգնվող էներգետիկայի եւ տեխնոլոգիաների զարգացմամբ։ Եվ այս համատեքստում կարևոր է թե երկրները ինչպիսի քաղաքականություն են իրականացնում այդ ուղղությամբ։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության հանքային հումքերի համառոտագրեր 2024-ի տարեկան զեկույցում հիշատակվում է նաև Հայաստանը, որի կրիտիկական մետաղների պոտենցիալը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Հայաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի հանքավայրերում ռենիումը պղնձային հանքանյութերի հետ է լինում։ Հանքաքարը վերամշակվում է պղնձի ստացման նպատակով, իսկ ռենիում պարունակող մնացորդները վերականգնվում են պղնձաձուլարաններում։ Կրիտիկական մետաղներն առանձին հանքավայրերով գրեթե չեն հանդիպում, դրանց մեծ մասը ստացվում է որպես ուղեկից տարր կամ երկրորդական մետաղ։ Ունենք շուրջ 45 հաստատված մետաղական հանքավայր, որոնք ոչ բոլորն են շահագործվում, եւ դրանքի մեծ մասը ուսումնասիրվել են դեռևս խորհրդային միության ժամանակներում, եւ այն ժամանակ իհարկե պահանջները այլ են եղել, մետաղների պահանջարկը այլ է եղել, հետեւաբար հազվագյուտ մետաղների մասով ուսումնասիրությունները բավարար չեն կամ նույնիսկ բացակայում են։ Պետության քաղաքականությունը միտված է խթանել նոր երկրաբանական ուսումնասիրությունների իրականացմանը։ Արդեն 4 տարի է պետության պատվերով Երկրաբանության ինստիտուտի այս պատերի ներսում հայ եւ արտասահմանցի գիտնականները մեր երկրի հազվագյուտ մետաղների արդյունաբերական պոտենցիալն են բացահայտում։ Ուսումնասիրվում է միներալային կազմը եւ կրիտիկալ մետաղների մասով իրենք ուղեկցող տարրեր են գոյություն ունեցող հանքավայրերում, նաև փոչամբարներում, թափոններում, բացի հիմնական տարրերից, ինչպես օրինակ պղինձը, մոլիբդենը կամ ոսկին, կան նաև այդ ուղեկցող տարրերը, օրինակ վենիում, սելեն, տելուր, բիսմութ, նաև լիթիում, հազվագյուտ հողային տարրեր, եւ վերջին տարիներին այդ մետաղների պահանջարկը կտրուկ ավելացավ։ Հայաստանի հազվագյուտ մետաղները, հողային տարրերը ուսումնասիրելու փորձեր շատ քիչ են եղել, 2000-ականներին որոշ տվյալներ ամփոփվել են, մինչդեռ հիմա անհրաժեշտություն է առաջացել թարմացնել դրանք ու նոր ուսումնասիրություններ իրականացնել։ Հազվագյուտ մետաղների հետազոտական խմբին այդ հարցում օգնել է վերազինված լաբորատորիան, ժամանակակից սարքավորումներով, որոնց արժեքը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը։ Սարքը ինքը ձեռքի դյուրակիր XAWF անալայզերը, որը հնարավորություն է տալիս հենց դաշտային պայմաններում իրականացնել միներալների եւ ապավների անալիզներ, այնք մոտավորապես 42 էլեմենտ հնարավոր է անալիզ անել։ Նմուշներից այս մեկն օրինակ Քաջարանի հանքավայրից է, որի կազմում հանդիպում է աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ռենիում տարրը։ Բարձր հալման ջերմաստիճանի շնորհիվ այն օգտագործվում է ինքնաթիռների տուրբիններում։ Մի շարք տարրեր կան, օրինակ կա բիսմութ, քրոմ, տիտան, պղինձ, նիոբիում, կապար, սելեն, վանադիում եւ բազմաթիվ տարրեր կան։ Ոսկու հանքավայրերում կրիտիկական մետաղներից հաճախ հանդիպում է թելուրը, որի պոտենցիալը մեր երկրում մեծ է։ Շատ նմուշներ կարող ենք գնալ արդեն թանգարանում։ Երկրաբանության այս թանգարանում ներկայացված են հնեաբանության, հանքաբանության, օգտակար հանածոների եւ հանքային ջրերի պատմության վերաբերյալ արժեքավոր նմուշներ։ Արդյունաբերական գնահատումը դա արդեն այլ տիպի աշխատանքներ է ենթադրում, այսինքն հորատանցքերի անցկացում, պաշարների հաշվարկ, դա արդեն մեր սկոպից ոնց որ դուրս է գտնվում։ Մեր աշխատանքների արդյունքում մենք տալիս ենք մի տվյալների բազա, որտեղ նշում ենք, որ հանքավայրերում որ մետաղները կան եւ ինչ պարունակություններ ունեն։ Լիթիումը հիմնականում օգտագործվում է նորագույն տեխնոլոգիաների մեջ, մասնավորապես այդ էլեկտրամեքենաների մարտկոցներում, արևային այդ մարտկոցներում է օգտագործվում, օրինակ հազվագյուտ հողային էլեմենտները այդ քամու տուրբիններում են օգտագործվում եւ առասակ այս նորագույն այս գadgetներում, հեռախոսներում, պլանշետներում այդ բոլոր էլեմենտները այդ թվում այլ էլեմենտների ընդգրկված են։
Ռազմավարական մետաղներով հարուստ հանքավայր կա նաև Երևանից ոչ շատ հեռու, Աբովյանի Կապուտանի հանքավայրը, որ հայտնի է երկաթի պաշարներով, հարուստ է նաև հազվագյուտ հողային տարրերով։ Ուսումնասիրությանն այս ուղղությունը վստահել են ռուս հետազոտող Նիկոլայ Նեկրիլովին։ Այստեղ երկաթի օքսիդ ապատիտային տիպի յուրահատուկ հանքավայր կա, որը աշխարհում ամենահազվագյուտներից է։ Ինձ իսկապես զարմացրեց, որ Հայաստանը նման հանքավայր ունի։ Ավելին, այն աշխարհում իր տեսակի երկրորդ ամենաերիտասարդ հանքավայրն է եւ ծագման առումով շատ հետաքրքիր։ Մենք իրականացրել ենք այս հանքավայրի առաջին ժամանակակից համապարփակ ուսումնասիրությունը։ Խորհրդային շրջանում այն ուսումնասիրվել էր, սակայն մենք կիրառել ենք նորագույն մեթոդներ եւ մոտեցումներ։ Առաջարկել ենք հանքավայրի ծագման նոր մոդել եւ մոտավոր գնահատել այնտեղ առկա հազվագյուտ տարրերի պաշարները։ Այդ պաշարները համարժեք են աշխարհում հազվագյուտ տարրերի մոտ 1 տարվա արդյունահանմանը, շարունակում է գիտաշխատողը։ Թեև այն ամենախոշորը չէ, այնուամենայնիվ կարող է դառնալ զգալի աղբյուր, հատկապես Հայաստանի համար։ Հայաստանը կարող է զգալի արտադրություն ապահովել եւ դա կարող է լինել տնտեսապես շահավետ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ներդնել եւ կիրառել համապատասխան տեխնոլոգիաներ, քանի որ ներկայում այդ կարևոր տարրերի մեծ մասը պարզապես չի կորզվում եւ մնում է որպես արտադրության թափոն պղնձի եւ ոսկու արդյունահանման ընթացքում։ Ինչ վերաբերում է առավել հազվագյուտ տարրերին, իրավիճակը ավելի բարդ է։ Դրանք պահանջում են առանձին արդյունահանում։ Բնականաբար յուրաքանչյուր նոր հանքի շահագործում ունի նաեւ բնապահպանական հետևանքներ։ Մասնագետները նշում են, հանքարդյունաբերությունը կարող է առաջացնել հողի եւ ջրերի աղտոտում, թթվային դրենաժ եւ պոչամբարների կառավարման խնդիրներ։ Հետևանքները նվազեցնելու համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ, խիստ վերահսկողություն։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվում է ուսումնասիրություն հանքային ջրերում հազվագյուտ մետաղների հեռանկարների գնահատման նպատակով։ Բացի այդ, ԵՄ երկգործընկերության շրջանակներում մրցույթ է հայտարարվել Հայաստանում հազվագյուտ մետաղների հեռանկարների գնահատման։ Եվրոպացի գործընկերները նախատեսում են քարտեզագրել Հայաստանի հանքային պաշարները, գնահատել հատկապես ռազմավարական նշանակության մետաղների եւ այլ կարևոր հումքերի ներուժը, վերլուծել ներդրումային եւ արդյունաբերական համագործակցության հնարավորությունները։ Այդ նպատակով եվրոպական հումքային ոլորտի խոշոր կառույցը դեռ 2025-ի դեկտեմբերին էր մրցույթ հայտարարել։ Հաղթող ընկերությունը տեղական Environment Group-ն է, որի հետ պայմանագիրը ստորագրվել է օրերս։ Հայաստանում այս ոլորտում ներդրումային միջավայրը շատ բաց է, թափանցիկ է եւ դա մասին է վկայում նաեւ աշխարհի տարբեր երկրների կողմից հետաքրքրվածությունը, տարբեր խոշոր ընկերությունների կողմից հետաքրքրվածությունը եւ հույս ունենք, որ առաջիկայում մենք ունենանք լավ նոր միջազգային ներդրողներ, որոնք կարողանան իրենց հետ բերել նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ։ Կրիտիկական մետաղների արդյունահանումը բացի ուղղակի եկամուտներից կարող է խթանել ներդրումները, ստեղծել աշխատատեղեր, եթե զարգացումը ներառի նաև վերամշակման եւ տեխնոլոգիական բաղադրիչը, մասնագետի խոսքով կնվազեն արտաքին կախվածությունները։ Սա եթե փաստացի հնարավոր է իրականացնել, ապա կարծում եմ սա Հայաստանի տնտեսության համար էական մեծ նշանակություն կունենա եւ կարծում եմ մեր տնտեսության կայունության հետագա զարգացման համար իր ազդեցությունը անգնահատելի կլինի։ Եթե գնահատվի տնտեսապես այսպես նպատակահարմար, կարծում եմ կապիտալի, միջազգային կապիտալի ներգրավմամբ Հայաստանը կարողանա դա արդյունավետ իրականացնել եւ սա եւս տնտեսության եւս մեկ նոր ճյուղ կհանդիսանա։ Հաջորդ տարի աշնանը Երկրաբանության ինստիտուտի խումբը գիտական հոդվածների տեսքով կհրապարակի հնգամյա հետազոտությունների արդյունքը։ Վերջնական որոշումը կթողնեն պետությանը։ Եթե նույնիսկ այսօր վիճելի է ռազմավարական մետաղների արդյունահանման նպատակահարմարությունը տնտեսական շահավետության եւ բնապահպանական հնարավոր խնդիրների պատճառով, միևնույն է, հաջորդ տասնամյակներում դա կարող է անհրաժեշտություն լինել։ Մասնագիտական գնահատականներով 20-30 տարի անց այս հանքանյութերը կարող են առավել թանկ ու պահանջված լինել, քան նավթը։ Վոլոդիա Մուշաղյան, Հովհաննես Քյուրչյան, Արման Թովմասյան եւ Արթուր Պետրոսյան, Կիրակնորյա լուրեր։